Ամբողջ ռայոնը, Կոտայքի մարզը, ամբողջ այս Նորգեղին խնձոր է, ամբողջ աշտարակը խնձոր է, Օհանաբան, Կարպին։ Պետք է ասենք ինչ որ ձևով, ինչպես մթերվում է խաղողը, այդ ձևով էլ ասենք մտածվի այս խնձորի մթերման մասին։ Մանյա Կիրակոսյանն արդար չի համարում, որ գյուղացին ողջ տարին չարչարվի առատ բերք ստանալու համար եւ ավելի քիչ եկամուտ ստանա, քան բերքը վերավաճառողը։ Նա Նորգեղի համայնքի ավականու անդամ է։ Ասում է միշտ է ընտրվել, քանի որ մարդիկ գիտեն, Կիրակոսյանն անտարբեր մարդ չի, իրենց խնդիրներին հետամուտ կլինի։ Տիկին Մանյան աշխատում է նաև Նորգեղիի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Ես 47 տարի ցերեկային բաժնի վարիշն եմ։ Հիմա էլ ասենք տնօրենի խորհրդական։ Ինձ 3 անգամ առաջարկել են գյուղսովետի նախագահ հրաժարվել եմ։ Ավականու եղած ժամանակ է, ասենք, ինչ է մնում, ասենք ժողովրդի հոգսերի մասին մտածել։ Ասենք բավականին բաներ, ասենք իմ առաջարկությամբ արվել է։ Ասենք լուսավորությունը մեր փողոցի, ասենք եկեղեցու կառուցումը, ասենք այն կոյուղին, որ գնում էր մեր տները, առաջարկեցի, որ փակ խողովակներ տրվեց եւ կոյուղին փակվեց, նորմալ գնում է։ Տիկին Մանյան ավականու միակ կին անդամը չէ, այս տարի նրան ընկերակցում են Թույլսերի եւս 3 ներկայացուցիչ։ Նրանք միասին մասնակցել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կազմակերպած սեմինարներին կանայք եւ տեղական ժողովրդավարությունը ծրագրի շրջանակներում։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում տեղական մակարդակում գենդերային հավասարությանը։ Տիկին Մանյան համամիտ է ծրագրի այն դրույթի հետ, որ կանայք տղամարդկանց հետ միասին պետք է մասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին եւ որոշումների կայացմանը։ Կարծում է, որ սեմինարներն օգտակար էին, բայց կարևոր է նաև մարդկային տեսակն ու որակը, թե չէ ստացված գիտելիքները այդպես էլ չեն գործածվի։ Շատ կներես ամեն մի կին չի կարող ասենք ինչ որ հասարակական աշխատանք տանի կամ ղեկավար աշխատանք տանի, դա մարդու ընտունակություններից է գալիս։ Եթե մարդը տղամարդ էլ կա, որ նա չի կարող ղեկավարի, դա ինչ կապ ունի, կնիկե թե տղամարդ։ Սեպտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ Նորգեղի համայնքի ավականու կազմում ընտրվել է նաև 7 տղամարդ։ Գյուղացիների խոսքերով իրենց գյուղապետն աշխատող մարդ է, որ ավականին չուզի էլ գործանի, կաշխատեցնի։ Այսօրվա այս պահին կանայք մի քիչ ավելի շատ ակտիվ են, քան թե տղամարդիկ։ 7 տղամարդկանցից կարելի ասել 3-ը համեմատաբար ավելի пассив են, քան այս կանայք։ Իսկ նրանք հավասարազոր են։ Նորգեղիում կանանց մուտքը ավականու կազմի մեջ նոր երևույթ չէ, վերաբերմունքն էլ հիմնականում դրական է։ Ճիշտ է եկնի, որ ասենք գեղեցիկ սերը ավելի ընդգրկված լինի այդ ամեն ինչին, որովհետեւ տղամարդկանց հետ մի քիչ դժվար է, մի քիչ խափիփայությունը շատ է։ Կանայք էլի որոշ տեղ բան կանեն էլի, ուստուպկա կգնան էլի։ Եթե լավ կնանիք լինեն, կաշխատեն։ Ղայիմ կնանիք լինեն, մեր բարբարով ասած, ամեն ինչ էլ կարող են անել, բայց որ անտարբեր լինեն, ոչ մի բանի չեն կարող անել։ Դե բոլորս պայքարում ենք իրավահավասարության եւ կանանց տղամարդկանց միջև, եւ մեր դարի կանայք, մեր թվի կանայք էլ արդեն իսկ հավասարվում են։ Ինձ թվում է ոչ մի բանով չեն զիջում, ոչ գիտելիքների, ոչ աշխատավոճի, ոչ մի բանի առումով չեն զիջում։ Նորգեղին հարուստ համայնք է, մոտ 400 հեկտար այգիները, թռչնաբուծական ֆաբրիկան, թանկարժեք քարերի գործարանները, խճաքարերի հանքերը, թթվածնային կայանը ապահովում են տեղացիների մեծ մասին աշխատատեղերով եւ եկամուտով, բայց խնդիրներ կան, ավականին հաստատ անգործ չի մնա։ Իրանք շփվում են ժողովրդի հետ եւ իրենց առաջարկությունները մենք քննարկում ենք։ Ոչ բոլոր առաջարկություններն է ասնում, այնտեղ առաջնահերթ, երկրորդական, օրինակ սելավատար չունեինք, սելավի ժամանակ լսում էր տները, բան եւ այլը, մոտ համարյա կիլոմետրից ավել մենք սելավատար կառուցեցինք։ Գյուղապետի կարծիքով Հայաստանում ավականու ինստիտուտը կայացման շրջանում է։ Եվրոպական փորձագետներն էլ են հավաստում, որ այս համակարգում վերջին 15 տարիների ընթացքում առաջընթաց է արձանագրվել։ Առաջի հերթին պետք է մեծացնել ավականու դերակատարումը, հետո այդ ավականու մեջ տեսնել կանանց։ Ինչու ենք մենք անդադ ավականին թիրախավորում, որտեղ կարծում ենք, որ կանայք իրենց ավելի հարմարավետ ու ավելի հեշտ ադապտացիայի առումով կզգան ներկայացչական մարմնում, որտեղ թիմային է աշխատանքը, որտեղ որոշումները կայացվում են կոլեգիալության սկզբունքով, որտեղ կարելի է քննարկումներ անել, իհարկե չբացառելով որոշակի ունակությունների, ներքին ձգտումների, պատրաստվածության պարագայում նաև ուղղակի պատասխանատվության տակ մտնել իդեմս համայնքի ղեկավարի։
Նանա Ոսկանյանը գյուղի ոչ պետական միջնակարգ դպրոցի տնօրենն է եւ ավականու անդամ։ Ասում է սովոր է խնդիրներ լուծել եւ տղամարդկանց հետ աշխատել։ 20 տարի դպրոցի տնօրեն է եղել, ավականու կազմում էլ առաջին անգամ չի հայտնվել։ Համագյուղացիները գնահատելով նախորդ տարիների աշխատանքը կրկին առաջադրել են նրա թեկնածությունը։ Նորից առաջ է դրված, թե հետո է դրված։ Հետո Տիկին Ոսկանյանը, ինչպես եւ ավականու բոլոր կին անդամները, միտված է սոցիալական հարցերի լուծմանը։ Առավել մտահոգ է բանավան կոչվող թաղամասի բնակիչների խնդիրներով։ Նրանք այգիներ չունեն, աշխատում են թռչնաբուծական ֆաբրիկայում, որը պատահում է մարդկանց ամիսներով չի վճարում աշխատավարձ։ Մտածում է այս թաղամասում կարելի է որևէ արտադրամաս հիմնել, Կարուձևի օրինակ, որ գոնե կանայք աշխատանք ունենան։ ամենացավոտ կետն է բանավան թաղամասի դպրոցը։ Այսօրվա դրությամբ երեխան դասից տուն է գնում ծխի հոտով մրոտ, որտեղ ծուխ է վառվում, վառարան է վառվում։ Կուզենայի, որ այս ավականու միջոցով թեկուս այդ դասարանի, այդ դպրոցի ձմեռվա վարելիքի հարցը կարողանայինք օգնել լուծվեր։ Շուշանիկ Նազլուխանյանը երկրորդ անգամ է ընտրվել ավականու կազմում։ Այս ընտրություններից հետո ավականին դեռ չի ստանձնել իր լիազորությունը, բայց մեր նկարահանման օրը Շուշանիկը հանդիպեց գյուղում բնակվող Ադրբեջանից գաղթած փախստականների հետ։ Ավականու հենց առաջին նիստի ժամանակ պատրաստվում է հանդես գալ նոր առաջարկություններով։ Ես իմ նախընտրական ծրագրի մեջ ընդգրկել եմ այս հարցը կանալի արգելապատն է կառուցելու համար, քանի որ նա գտնվում է բնակելի թաղամասին մոտ եւ վտանգ է ներկայացնում իրենից։ Նաթելա Շմավոնյանն իր խոսքերով միշտ է ակտիվ եղել, չի սիրում նստակյաց միապաղաղ կյանք։ Նախկինում մանկապարտեզի տնօրեն էր, հիմնարկի լուծարումից հետո նոր մասնագիտություն է ձեռք բերել եւ աշխատում է այժմ որպես գլխավոր հաշվապահ։ Դժվարություններ շատ է հաղթահարել, հիմա էլ փորձում է լուծել համագյուղացիների խնդիրները։ Դեռ մենք ինքնուրույն մեջ չենք պատկերացնում։ Ասենք, որ մենք կարող ենք ինչ-որ հարց լուծել ու պնդել։ Մի քիչ մտավախություն կա, որ ոնց կընդունվի շրջապատի կողմից, մանավանդ կին ավականիների մեջ այդ կարծրատիպը դեռ կա։ Մենք չենք կարող։ Շատ հաճախ ընտանիքից, շրջապատից քաշվելով չես ուզում շատ մեծ հարցերի մեջ խորանալ։ Կա նման բաներ, բայց հետագայում երևի կանցնի։ Արդեն ես երրորդ անգամ եմ ընտրվում ու զգում եմ, որ քիչ-քիչ իմ մեջ արդեն փոխվում է, ես փոխվում եմ։ Կանայք եւ տեղական ժողովրդավարությունը ծրագիրն իրականացվում է մի քանի հասարակական կազմակերպության եւ 2 նախարարության մասնակցությամբ։ Այն մեկնարկել է այս տարի եւ կավարտվի 2015-ին։ Իսկ ինչ կոնկրետ արդյունքներ ենք մենք ակնկալում։ Անկեղծ ասած, մենք ծրագրում գրել ենք տեսակարար թվի մեծացում կանանց, ներկայացվածության բարձրացում, նրանց դերակատարություն, ինչ որ բաներ գրել ենք, բայց ամենակարևորը, որ եթե մենք կարողանանք գոնե մի փոքր հասարակական ընկալումը կանանց դերակատարման հատկապես գյուղական համայնքներում փոխել, դա կլինի ամենամեծ արդյունքը։ Իսկ մենք դա կարողանալու ենք անել։